Յուրաքանչյուր երեխա արժանի է ապահով և որակյալ բժշկական օգնության հենց սկզբից, բայց շատ նորածինների և փոքր երեխաների համար հիվանդանոցային այցը կարող է ռիսկեր պարունակել, որոնց ոչ մի երեխա չպետք է բախվի։ Մենք փորձում ենք հասկանալ ինչու է դա այդպես և ինչ կարող ենք անել բոլորս օգնելու համար։ Երեխաները փոքրահասակ մեծահասակներ չեն, նրանց առողջական խնդիրները յուրահատուկ են, ինչի պատճառով նրանք հատկապես խոցելի են բժշկական սխալների նկատմամբ։ Նույնիսկ փոքրիկ սխալը կարող է անդառնալի կամ աղետալի հետևանքներ ունենալ ողջ կյանքի համար։ Ծանոթացեք, սա Անին է, աշխույժ և հետաքրքրասեր 6-ամյա աղջնակ։ Երբ Անին դիմում է բժշկական օգնության, մենք պետք է ուշադրություն դարձնենք ոչ միայն նրա ախտանշաններին, այլ պետք է հաշվի առնենք նաև նրա զարգացումը։ Նրա միտքը, մարմինը և կարիքները արագ փոփոխվում են։ Նույնիսկ տարիքի կամ քաշի նման մանրուքները կարող են ազդել Անիի խնամքի անվտանգության վրա։ Առողջության վերաբերյալ Անիի ընկալումը ևս տարբերվում է։ Երեխաները հիվանդանում են այլ կերպ, քան մեծահասակները։ Նշանները կարող են լինել աննշան և անտեսանելի։ Անին կախված է ուրիշներից, ուսուցիչներից, խնամողներից և առողջապահության աշխատողներից, որոնք արձագանքում են խնդիրներին, բարձրաձայնում դրանց մասին և ուղղորդում։ Բացի այդ, գոյություն ունի նաև Անիի շուրջ գտնվող աշխարհը, այնպիսի կենսապայմաններ, ինչպիսիք են ցածր եկամուտը, լեզվական խոչընդոտները կամ ծառայությունների սահմանափակ հասանելիությունը։ Այս ամենը կարող է բարդացնել անվտանգ խնամք ստանալու գործընթացը։ Անիի անվտանգությունն ապահովելու համար խնամքը պետք է լինի անհատական։ Խնամք, որը կդիտարկի Անիին որպես ամբողջական անհատականություն, հարմարեցված կլինի նրա զարգացման փուլերին, բժշկական կարիքներին, շփվելու ունակություններին և կենսապայմաններին։ Կան օգնելու պարզ մեթոդներ։ Ենթադրենք դուք Անիի խնամողներից մեկն եք և այցելում եք կլինիկա կամ հիվանդանոց։ Ձեր դերը ներգրաված և տեղեկացված լինելն է։ Կիսվեք մտահոգություններով, տվեք հարցեր և մասնակցեք խնամքի վերաբերյալ որոշումների կայացմանը։ Ամենից լավ ձեր երեխային ճանաչում եք հենց դուք, ուստի ակտիվ մասնակցեք նրա խնամքին։ Ենթադրենք դուք Անիի բուժող բժիշկն եք կամ բուժքույրը։ Ձեր խնդիրն է զգոն լինել վնասի տարածված պատճառների նկատմամբ, օրինակ դեղորայքի սխալ դեղաչափերի կամ սխալ ախտորոշման։ Սկսեք գործընկերների և ընտանիքների հետ ամուր գործընկերային հարաբերություններ կառուցել։ Համագործակցային մոտեցումը թույլ է տալիս վաղ հայտնաբերել ռիսկերը և ապահովել երեխայակենտրոն խնամք։ Բայց Անին նույնպես իր դերն ունի։ Նա պետք է մասնակցի և բարձրաձայնի։ Կարևոր է, որ երեխաները իրենց անվտանգ զգան և հնարավորություն ունենան արտահայտելու սեփական կարծիքը։ Վերջապես չափազանց կարևոր է, որ նրանք վստահորեն ասեն իրենց անունը, պատմեն իրենց զգացմունքների մասին և հարցեր տան։ Երբ բոլորը քայլեր ձեռնարկեն, մենք կարող ենք նվազեցնել ռիսկերը և կանխել վնասը։ Մենք կարող ենք պաշտպանել հաջորդ սերնդին, Անիի նման երեխաներին և ապահովել յուրաքանչյուր նորածնի և յուրաքանչյուր երեխայի անվտանգ խնամք հենց սկզբից։